Շնորհակալություն Տիկին Ավանեսյան, շնորհակալություն զեկույցի համար եւ սա թերևս ամենասպասված նախագիծն է եւ շատ ուրախ եմ, որ մենք այն քննարկելու հնարավորություն ունենք։ Իհարկե մանրամասն քննարկել ենք հանձնաժողովի նիստում, բայց միևնույն է քաղաքացիները շարունակում են հարցեր ուղղել եւ ես ուզում եմ առանձնացրել եմ 3 հարց, որոնք ամենից շատն են ուղղում եւ կխնդրեի, որպեսզի օգտագործելով այս հարթակը քաղաքացիների համար բարձրաբանումներ անեիք։ Օրինակ միջազգային ընկերության աշխատակիցները, դեսպանատների աշխատակիցները եւ մի շարք մեծ խոշոր ընկերությունների աշխատակիցներ արդեն իսկ ունեն ապահովագրություն, մասնավոր ապահովագրական ընկերությունների կողմից եւ շատ դեպքերում նրանք չեն կարող հրաժարվել արդեն իսկ իրենց աշխատավայրում ունեցած ապահովագրությունից կամ չեն ուզում, որովհետև շատ գոհ են, ու միևնույն ժամանակ մենք ունենք արդեն ապահովագրության այս տեսակը, որը կարծես թե պարտադիր է բոլոր քաղաքացիների համար։ Ինչ պիտի անեն իրենք։ Այս հարցը մտատանջում է եւ հարցնում եմ, պիտի 2 տեղ վճարենք մենք, թե կարող ենք նաև պահպանել մեր հին ապահովագրական տարբերակը եւ հրաժարվել պետական ապահովագրությունից։ Սա մեկ։ Երկրորդ հարցը, որ ամենից հաճախ հնչում է, ապահովագրության համար վճարվող գումարները ինչ տարբերակով են վճարվում, այսինքն ավտոմատ կերպով է դա կատարվելու, թե լինելու է հաշվեհամար, որին որ քաղաքացիները վճարելու են, այն քաղաքացիները, որոնք պիտի վճարեն ապահովագրության համար, եւ երբ դուք խոսում եք զինապահ հիմնադրամին դրվող գումարների կրճատման եւ դրանք ապահովագրությանը ուղղելու մասին, սա էլ են հարցնում, արդյոք դա ավտոմատ կերպով է արվելու, թե միևնույն է, որով է գործողություն քաղաքացին պիտի կատարի։ Եվ երրորդ հարցը շատ քննարկված 63-ից 65 տարեկան քաղաքացիներին է վերաբերում, ինչ է լինելու 63 տարեկան այն քաղաքացիների հետ, 63 եւ 64, որոնք արդեն թոշակառու են, չեն աշխատում, չեն կարող վճարել դրա համար, բայց միևնույն ժամանակ փաստորեն այս խմբի մեջ չեն տեղավորվել, իրենք ինչ պիտի անեն։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Բադալյան հարցերի համար։ Միջազգային կազմակերպությունների եւ Հայաստանի Հանրապետության եւ այլ երկրների միջպետական պայմանագրերում շրջանակներում Հայաստանում գործող կազմակերպությունները այս օրենքի կարգավորման մեջ չեն մտնում եւ միջպետական պայմանագրերը համարվում են ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող, այսինքն այս միջազգային կազմակերպությունները կարող են շարունակել գործել իրենց այսօր գործող իրավակարգավորումների շրջանակներում։ Սա ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության ուրեմն ռեզիդենտ հանդիսացող կազմակերպություններին եւ այնտեղ աշխատող քաղաքացիներին, ապա այո, նրանց վրա տարածվում է այս օրենսդրությունը եւ մենք բոլորս, անկախ նրանից այսօր ունենք մասնավոր ապահովագրական փաթեթ, թե չունենք, 2026 թվականից, եթե մեր աշխատավարձը 200,000 դրամից ավել է, պետք է ունենանք պետական բազային ապահովագրական փաթեթը։ Եվ սրա շրջանակներում է, ես նորից եմ կրկնում, որ մենք հնարավորություն ենք ունենալու ընդհանրական երկրի մասշտաբով համակարգ ենթակառուցվածք ունենալ եւ նրանք կարող են շարունակել հավելյալ մասնավոր ապահովագրականների շրջանակներում ստանալ պլյուս փաթեթներ, կախված իրենց այսօր վճարվող գումարների շրջանակից։ Այսինքն, եթե այսօր մարդը 129,000 դրամից ավել արժեք ունեցող մասնավոր փաթեթ ունի, 129,000 դրամը կուղվի պետական բազային փաթեթին, հավելյալը կդառնա արդեն պլյուս փաթեթի շրջանակներում վճարվող գումարներ։ Վճարումները իրականացնելու է հարկային գործակալը, ինչպես այսօր մեր գործատուներն են իրականացնում մեր հարկային պարտավորությունների շրջանակներում վճարները, այնպես էլ այս ապահովագրավճարները գանձումը իրականացնելու են գործատուները հարկային գործակալները։ Անհատ ձեռներեցների պարագայում դա իրականացնելու են իրենք, ինչպես այսօր էլ իրականացում են մնացած հարկային պարտավորությունները։ Այո, ուրեմն զինապահ
անվահ հիմնադրամի շրջանակներում, ինչպես այսօր մեր աշխատավարձից գանձվում է եւ ուղղվում է դեպի զինապահին, այդ տարբերությունը ուրեմն կուղղվի առողջության ապահովագրության, այսինքն ըստ էության ամսվա վերջում անձը իր աշխատավարձի վրա փոփոխություն չի նկատի, ուղղակի ուղղությունը կփոխվի դեպի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգ։ Տիկին Բադալյան մեր այս համակարգի ներառման որպես շեմ վերցրել է տարիքը եւ ոչ թե անձի կենսաթոշակային համակարգից օգտվելու կարգավիճակը եւ դա շատ պարզ պատճառ ունի։ Այո, մեր նպատակն է մեր բոլոր քաղաքացիների կարիքը հոգալ, եթե արձագանքեք, հետո կշարունակեմ պատասխանել։ Շարունակեք Տիկին Ավանեսյան։ Շնորհակալ եմ։ Այո, մեր հենց հանձնառությունն է եղել ի վերջո ապահովել մեր քաղաքացիներին այսքան երկար սպասված առողջապահական կարիքները։ Բայց ամեն ինչ գալիս է մեր բյուջեի հնարավորություններից եւ մեր խոստումներն էլ իրատեսական են եւ շատ կարեւոր է, որ դրանց տակը կան հստակ հաշվարկներ եւ հնարավորությունների սահման, ինչ մենք կարող ենք 2026 թվականից իրականացնել։ Բայց մենք որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ինչպես մեր հարկերը վճարելու շրջանակներում նպաստել ենք այս համակարգ ներառելուն 65+-ին, կարող ենք նպաստել, որ 63+-ն էլ ներառվի եւ շատ ավելի այլ խմբեր էլ ներառվի։ Այսինքն Հայաստանի Հանրապետության աշխատող հարկ վճարող քաղաքացին է որոշում, ով է ներառվելու այս համակարգ եւ մենք էլ իրենց վճարած հարկերը, ինչպես երևում է, ուղղում ենք հենց իրենց ընտանիքների բարօրությանն ու առողջությանը։